Նախորդ զրույցակիցը նշեց, որ կան ընկերություններ, արտադրող եւ արտահանող, որոնց մեքենաներին թույլատրվում է անցնել, նշվեց նաեւ նոյ ընկերության մասին, ինչ կարծես, սա ինչով է պայմանավորված։ Ես տենց մանրամասները չգիտեմ, բայց կոնկրետ գիտեմ, որ ծաղիկ արտադրողներ, ծաղիկ արտահանողների մեքենաներ կանգնացրել էին, հետո մի քանի ժամանակ հետո բաց էին թողել, երևի պայմանավորվել են ինչ-որ ձևով։ Ուրիշ գործարարների մասին չեմ կարող ասեմ, քանի որ հստակ ինֆորմացիա չունեմ։ Ծաղիկի մեկ է փայլաթիթեղի մասին գիտեմ, եղել են տենց դեպքեր։ Եվ ձեր ֆինանսական կորուստների ընթացքում որքան է կազմել, եթե նկատի առնենք, որ ընկերությունները, արտահանող ընկերությունները բեռնափոխադրողներին օրվա կտրվածքով կանգնելու համար գումար են վճարում։ Նայեք, ֆինանսական կորուստը հենց այդպես չես կարող հաշվարկես։ Մենք $100 ամեն մեքենային օրական վճարում ենք կանգնած։ Բայց բեռը որ չի հասնում հասցեա տիրոջը, մի որոշ ժամանակ հետո մեր ռուսական ընկերությունները, պարտներները կարող է հրաժարվեն մեզանից։ Դատարկ պոլկա չպետք է լինի, այսինքն իրանք մեզ կարող է փոխարինեն ուրիշ արտադրողով հայկական կամ ոչ հայկական, եւ այդ վաղտ արդեն մեր կորուստները անհասկանալի կլինեն, ահռելի կլինեն։ Այստեղ նաև տարանցիկ երկիրը նշանակում է անում հետագա փորձաքննության համար, սա որքանով է հիմնավորված։ Նայեք, ինչքանով ես գիտեմ, այդ կարա լինի մենակ այն դեպքում, երբ որ կա հստակ ինֆորմացիա, որ մեքենայի մեջ կա կոնտրաբանդա, ես պետք է մտնեմ, կներեք, մոտենամ ընդեղ, ներողություն։ Մենք ձեզ ուղղեցինք։